Բարի լույս եւ բարի առավոտ իմ շատ սիրելի ռադիո լսողներ, Ռադիո Ջանի եթերում, Ջան առավոտ ռադիո նախագիծն է, ես Անկան եմ։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր երկուշաբթի ուրբաթ եւ իհարկե ձեզ փոխանցում գեղեցիկ, դրական ու ամենակարևորը պոզիտիվ լիցքեր։ Սա Ռադիո Ջանն է ու այստեղ հնչում է երաժշտական գեղեցիկ կատարումներ ժողովրդի սրտից ու ամենակարևորը սիրված երգեր, որոնք տարիների ու ժամանակի ընթացքում իսկապես չեն հնացել, սիրելի ռադիո լսողներ։ Ու այստեղ մենք մշտապես հյուրընկալում ենք մարդկանց շատ սիրելի երգիչների, արտիստների, ովքեր որ իրենց մեծագույն եւ ներդրումն ունեն, եւ սերն ունեն առժողովուրդ եւ այդ հակադարձը իսկապես այնքան մեծ է, որ իրենց ստեղծագործական ճանապարհի ցանկացած դժվարության շրջանակներում միանշանակ հենց իրենց ապրեցնում է։ Ժողովրդի սերը դա ամենակարևորն է, սիրելի ռադիո լսողներ։ Ոչ մի գումար, ոչ մի մրցանակ չես կարող այդ ամենով վերցնել, կամ կա կամ ոչ, բայց այդ ամենին եթե մի պուդում էլ ավելացնում ես հումոր, դա ուղղակի երջանկության աղբյուր է, սիրելի ռադիո լսողներ ու անկախ իրավիճակից։ Սիրելի գյումրեցիներ, Գյումրիում մեզ կարող եք ունկնդրել 90.1 հաճախականությամբ։ Ու ես գիտեմ հիմա շատ-շատերի մոտ աշխարհի տարբեր անկյուններից ինչքան տոնական լիցքեր կա, որովհետև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, շատ սիրելի, իսկապես միշտ սպասված, համեստագույն, շատ խորը, շատ լուրջ, շատ զուսպ ու իսկապես սիրված երգիչ է մեզ մոտ տաղավարում։ Շատ սիրելի Ալիկ Գյունաշյանը, երբ Ռադիո Ջան ռադիոկայան մենք տեղափոխվեցինք, սիրելի ռադիո լսողներ, Անկա շոուի թվով երկրորդ հաղորդումը այս հրաշալի արտիստին է նվիրված։ Բարի առավոտ, Վարպետ ջան, ինչպես եք։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Վարպետ, ինչպես է սկսվում ձեզ մոտ առավոտը, սուրճով, թեյով, թորնիկների աժուտաժով, ինչ տարբերակով է եւ քանիսից սովորաբար։ Առավոտները կելնեմ, ես ընդհանրապես տունը մենակ կմնամ։ Ահա։ Երեխեք գործի են, դասի են։ Կելնեմ առավոտ մատ սուրճ կխմեմ, տելևիզոր բան, պես Ձեր մտքերով։ Ըստ յոլա կերտամ մտքերով։ Շատ լավ։ Հետաքրքիր է, տարիներ շարունակ, արդեն 60 եւ ավելի տարի լինել բեմում, ամեն օր, այն երգիչներից եք, որ ամեն օր աշխատում է, սպասված է, սիրված է, կլինի Երևան, Ռուսաստան, Լոս Անջելես, Գյումրի, ամենտեղ, հա, այդ ամենը ինչպես է կարողանում հարատևություն ունենալ, որովհետև շատ դժվար է երգիչի կյանքը, գիշեր ու ցերեկ չկա, ստուդիոներ։ Գիտեմ, չես կարող էլ ազատ մնալ, որ դու քեզնով զբաղվես, անընդհատ պատասխանատվության ես ենթարկվում։ Ուզում ես միտեղ գնալ երգել, բայց դեմպես դենես որ լավ երգես, բանես որտեղ սկան վաղ ժողովրդին միշտ հաջուկ եմ պատճառել, չեմ ուզեր ավելի վատ բաներ անենք, ուզեմ որ միշտ հաջուկ ստանալ ժողովրդին։ Շատ լավ, բարի գեղեցիկ օր, հաճելի տրամադրությամբ, հրաշալի լիցքերով ու ամենակարևորը երաժշտական, գեղեցիկ մեղեդիներով շարունակվելու է այսօրվա մեր առավոտը։ Ալիկ Գյունաշյանն է մեզ մոտ տաղավարում, սիրելի ռադիո լսողներ, ձեր մեծագույն ցանկություններից մեկը այսօր եւս իրագործված է, մեր շատ սիրելի վարպետը մեր տաղավարում է։ Բարի օր բոլորիս։ Ջան, առավոտ։ Զանգահարեք 011 36 39 07։ 2014 թվականին Գյումրու պատվավոր քաղաքացի, 2015 թվականին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Ու այս ամենը սրանք կոչումներ են, որը իհարկե ավելի գեղեցկացնում է, ավելի վաստակդ մեծացնում է, ավելի այսպես շոյվում ես, որ դու քո ժողովրդի եւ իհարկե ազգի կողմից գնահատվում ես, բայց ամենակարևորը այստեղ գիտեք որն է։ Վարպետը մի անգամ, սիրելի ռադիո լսողներ, իր հարցազրույցների ժամանակ ասել է, յուրաքանչյուր երգ ես երգում եմ հոգով, սրտով, իսկ այդ ամենը ինձ տվել է իմ սուրբ հողը, իմ հարազատ քաղաքը, իմ լավագույն տարիների փառավոր օջախը, Սևյանի մշակույթի պալատը, Վարպետ Աղասի Շաբոյանը, ընկեր Շողիկը, ընկերներս իմ համով, հոտով, շախով գյումրեցիներս, եւ եթե չլինեին նրանք,
չէի լինի նաև ես։ Այս ձեր ցիտատներից է ու այս ձեր ներկայությամբ եմ ես ուզում ես ամենը ներկայացնել։ Վարպետ, Գյումրին որքանով եւ սեր ու տրամադրություն ունի, Գյումրին նաև իր ցավերի մեջ դարմանը գտել է իհարկե երգերում։ Եվ այդ ամենի մի մասնիկը հենց ձեր երգերի շնորհիվ։ Կհիշեք առաջին երգը որն է եղել, որ երգել եք բեմում մի անգամից։ Այո։ Ահա։ Առաջի երգը կհիշեք որն է եղել, թեկուզ տանը, որ այսպես հիմնային երգ է եղել, որ ասել եք վերջ, ես պիտի երգիչ դառնամ։ Դարձար։ Թաղն է, ահա, ողջույններ։ Եվ կարծում եմ հենց դա է, չէ, այսպես Գյումրվա կոլորիտը քաղցրահնչյուն մեղեդին բերում լավ հիշողությունների, իսկ լավ հիշողությունները մնայուն երգեր են ներկայացնում։ Ոչ թե օդից կախված կոմերցիոն երգեր, որ այսօր ցավոք սրտի ունենք, այլ երգեր, որ այստեղից է գալիս ու այսպես հիշվում է, այո, սրտից է բխում։ Սրտից բխող մի շատ գեղեցիկ կատարում ունենք վարպետի մեկնաբանությամբ, սիրելի ռադիո լսողներ։ Այսօր մեր զրույցը շատ համով է, շատ դրական է, շատ ուրախ է եւ վարպետին հարիր զուսպ ու թախծոտ է։ Բարի լույս բոլորիս։ Ջան, առավոտ։ Զանգարեք 011 36 39 07 Եթե խոսում ենք մամջան կատարումից, միանշանակ անձեռնմխելի կերպով ի հարգանս բոլոր կատարողների, մենք պիտի ասենք, որ ֆունդամենտը, հիմքը իհարկե վարպետ, դա դուք եք, եւ կարծես թե չկա որևիցե առիթ, անկախ նրանից, որ երգերը կսիրեն, որ կատարումները մարդիկ իհարկե կփորձեն լսել, դա այսպես շեդևրն է, այցեքարտն է, որ եթե Գյունաշյան, ապա մամջանը Մեան պդի երկ է։ Մի անգամ սպես բան եղավ, իրեկատ տղա կուկան իմ թեմիցս, եկան Հասաննձի, մեկը կտի տագը երկեգը, մամջան, թորի դրուր բան, Իպր ճանչցել է, շատ լավ։ Վարպետ ուզում եմ խոսեմ ընկերությունից, դուք ոչ միայն, ինչպես ասում են մարդու երկաթից կարելի է հասկանալ ինչ որակի մարդ է և ինչ որակի ընկեր է։ Այն ընկերներից եք, որ տարիներ շարունակ է, ընկեր փոխող չեք էլի, այսպես գրպանի, օրը մեկ, հայտնիության, տարիների ֆունդամենտալ ընկերություն եք ունեցել և գիտեմ, որ հենց երաժշտական աշխարհի, ճիշտ է, հաճախ ասում են երաժշտական աշխարհում ընկերություն չկա, բայց ես մի բան պիտի ասեմ, վրաբիզ աշխարհի մեջ ամենահիմքային ընկերությունը կա, ինչ կասեք դուք այս մասին։ Ես ընկերությունը вообще-то ամեն տեղ էլ կա, բայց երաժշտական երաժիշտների մեջ ընկերությունը երևի ավելի ոչ այդքան բան է, կապված է, բայց նայած մարդ կա, որ ընկերության նվիրված է։ Նրանք մեծամասամբ կաշեն գործեղնի չեղնի երտան չերտան, բայց մեծամասն քչերի մոտ կա, որ նվիրված են լավ ընկերություններն։ Շատ լավ, շատ շատերի հետ եք մտերիմ ընկեր, հա, եղել Սուրեն Պողոսյան, նաև Լևոն Ավետիսյան, Արամ Ասատրյան, հա, Միացյալ Նահանգներում կարծեմ մեկ տան մեջ եք, չէ, մնացել, ճիշտ է հիշում, ճիշտ է ինվորմացիաս,
հա, իսկ հումորները գրիմանոցների այդ ուրախ տրամադրությունը։ Օրինակ Արամն էլ լավ հումոր ուներ։ Այո։ Արամն էլ շատ ուժեղ հումոր ուներ։ Ես ուզում եմ խոսենք նաև ոսկե աշնան տրամադրությունից, այն արտիստներից եք, այն երգիչներից եք, որ նախ Հայաստանում, նաև Լոս Անջելեսում, հա, որովհետև երկրաշարժից հետո մի պահ նաև ընթացիկ դուք գնացիք Լոս Անջելես, այնտեղ ձայնասկավառակներ, երգեր ու էլի վերադարձաք, չկարողացաք հիմնովին մնալ ի հակառակ շատերի։ Ինձ հետաքրքիր է այս ոսկե աշնան տրամադրությունը շատ անգամներ եք մասնակցել եւ այսպես հին արխիվներում միշտ մենք ձեզ տեսել ենք կհիշեք ամենահիշվողը թե բոլորն էլ ձեզ համար սիրելի են եղել Չէ դե այստեղ 18 տարի առաջ ստադիոնում ամեր տվեցի կարծեմ եթե չեմ սխալվում երկեցի տեսնեմ անին նոր մեռնեմ ժողովուրդը շատ լավ ընդունեց հետո դրանից հետո Համեր տվեցինք Ամերիկայում ոսկե աշուն էլի որը շատ սիրով երկեցին ժողովուրդը շատ սիրով ընդունեց ինձ շատ մեծ սիրով ընդունեց այդպես էլի Շատ լավ այս տարի 18 տարի դադարից հետո միանշանակ նորից վերականգնվել է այս գեղեցիկ փառատոնը հին հուշերի լավ նոստալգիկ երեկոն առանց ձեզ ես կարծում եմ մենք չենք էլ կարող պատկերացնել առհասարակ որովհետև հիմքերից մեկը հենց դուք եք այսպես ասած որ երգով եք մտածել որ պետք է հանդես գաք Այսօրվա համար բանը ոսկե աշնան համար երևի հասակ եմ առե այդ երկը այդ երկը նախ ժողովուրդը շատ սիրով կընդունե հետո վերաբերվի գնձի էլի հասակ եմ առե արդեն կարելի ասել Դե ընդամենը 70 Հա առաջի 70 Առաջին 70-ը դե մի քանի հատ կա դե մի բան արեք այդպես Բարի գեղեցիկ առավոտ սիրելի ռադիո լսողներ ջան Վարպետ ջան մեզ համար ինչպես միշտ մեծագույն պատիվ է որ դուք այստեղ եք մեր ռադիոկայանի հիմքի ֆունդամենտի լավագույն երգիչներից մեկը ճիշտ է տարիներ շարունակ մեդիա հարթակները մաքսիմալ փակ են պահել ռաբիզ աշխարհը 6-8 չափի կատարումները եւ ոչ միայն բայց այն ինչ որ այստեղից ու ժողովրդից է բխում ոչինչ չես կարող փակ պահել շատ երկար ժամանակ այն մի օր բացվելու է եւ իր փայլը տալու է շնորհիվ ռադիոջան ռադիոկայանի Ինչ եք մաղթում մեր ռադիոլսողներին, ձեր երկրպագուներին, ովքեր ամեն աստծո առավոտ լսում են ռադիոջան ու ձեր երգերը։ Նախ ես ցանկանում եմ իրանց բարի տրամադրություն եւ աշխատեն թողնպես երգեր լսեն, որոնց իրոք կատարում է մեր ժողովրդի սրտից է գալիս։ Ժողովրդի կամքն է կատարում։ Չմնացած բազի երկեր կա որ չխոսեմ այդ մասին, բայց երկեր կան որ շատ սիրով մարդիկ երգում են նամանավանդ մեր վերջի չայելները շատ օժտված են լավ երգելով կարելի է նախանձել դրանց շատ ուրախ եմ ես իրաց համար աշխատենք լավ եղնի ժողովուրդն էլ մեր ընտու բանն վայելեն այդ գեղեցիկ հաճուկը Շնորհակալ եմ որ եկաք ես ձեզ շատ սիրում եմ Եվ ուղղակի ուզում եմ որ առողջ ու երկար ապրեք որ միշտ վայելենք ձեր հրաշալի ներկայությունը Շնորհակալ եմ անկաճան Սիրելի ռադիոլսողներ, երաժշտական գեղեցիկ կատարում եւ ահա ինչ են նշանակում հրաշալի ու մեծություն երգիչ, որ իսկապես խթանիչ ուժ է հանդիսանում նաեւ երիտասարդ սերնդի համար։ Երկրորդ հաղորդման փարթում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են մեզ մոտ տաղավարում։ Բարի լույս, բարի առավոտ, ըսիկ լավագույն առավոտներ, որը կարող եք պատահել մեզ հետ։ Գյումրիում ունկնդրում եք մեզ 90.1 հաճախականությամբ, իսկ աշխարհի տարբեր կետերից 3W radio.am տարբերակով բարի օր։